Շնորհակալ ենք բոլոր այն ունկնդիրներին, ովքեր հատկապես ֆինանսական աջակցություն են ցույց տալիս Փակ TV կայացման գործընթացի հաջող ավարտի համար։ Բարև ձեզ բարեկամներ, նոր աշխատանքային շաբաթը Փակ TV-ն սկսում է լավ տրամադրությամբ եւ իհարկե առաջին հերթին մենք կողշնորհակալ ենք մեր բոլոր այն հետևորդներին, ովքեր միշտ պատրաստ են օգնության ձեռք մեկնելու Փակ TV-ին։ Իսկապես դրա կարիքը այսօր շատ կա եւ չեմ էլ կասկածում, որ առաջիկայում էլ այդ օժանդակությունը կշարունակվի։ Իսկ այսօր մեր նոր շաբաթվա առաջին հյուրին եմ ուզում ձեզ ներկայացնել մի անձնավորության, ով առաջին անգամ է Փակ TV-ում, բայց ոչ մեր նոր ծանոթներից, ընկերներից, այլ մեր վաղեմի բարեկամներից մեկը իրավաբան, գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ Հայկազ Մակարյանն է մեր տաղավարում, նա նաև հայ-սաուդարաբական բարեկամության պլատֆորմի նախագահն է։ Բարև ձեզ, պարոն Մակարյան։ Բարև ձեզ, պարոն։ Շատ ուրախ եմ, որ մեր տաղավարում եք եւ ինձ համար էլ անակնկալ էր այն, որ դուք ներկայացում եք հայ-սաուդարաբական բարեկամությունը, ինչը իմ կարծիքով շատ կարևոր է։ Շնորհակալ եմ հյուրընկալելու համար, նախ ասեմ, որ հայ-սաուդարաբական բարեկամության միացյալ պլատֆորմը որպես այդպիսին բացառիկ միակ գրանցված պետական ռեգիստրով հասարակական կազմակերպությունն է եւ նաեւ ԱՊՀ երկրներում այս ֆորմատով այս ձևաչափով նույնպես միակն է։ Սրա նպատակը հենց այնպես չի եղել։ Սաուդյան Արաբիան այսօր աշխարհի գերտերությունների լավագույն 20-յակի մեջ էլ չեմ խոսում, նաև OPEC-ի նավթային գիգանտ այդ կազմակերպության համահիմնադիրներից է, եւ որպես այդպիսին տրիլիոնների հասնող, կրկնում եմ, տրիլիոնների հասնող շինարարական ներդրումներ է անում եւ գործարքներ իրականացնում, օրինակ հենց նույն Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմեդ բին Սալման Աբդուլ Ազիզ Ալ Սաուդը, որը որ թագաժառանգն է, իր հոր Սալման իբն Աբդուլ Ազիզ Ալ Սաուդի որդին է, խոստացել է, որ 2030 թվականին Սաուդյան Արաբիան ունենալ իր տեսլական ապագայի եւ այդ անապատի մեջտեղը կառուցվելիք 176 կիլոմետր երկարությամբ հայելային ապակյա նեոն կամ լայն քաղաքը դեռ անունը հստակ չի, շինարարությունը մոտավորապես որոշակի հաշվարկներով կազմելու 1 տրիլիոն ամերիկյան դոլար։ Այսինքն սա այն երկիրն է, որտեղ Հայաստանի Հանրապետության տնտեսական յուղատնտեսական եւ մի շարք այլ ուղղություններն ու ոլորտները կարող են զարգանալ այդ երկրի հետ։ Անապատի մեջտեղ սեզամի օազիսային հրաշք, ասես սեզամ բացվի, մը սրանն է։ Ես ինչու եմ ասում սա, որտեղ տեսեք, մենք ասում ենք դաշնակից չկա, ներդրողներ չկան, գործարարներ չկան, շեյխեր չկան, այս չկա, այն չկա։ Կա, ճիշտ ուղղությամբ պետք է մարդկանց դուռը թակենք, ճիշտ ուղղությամբ մարդկանց առաջարկներ անենք եւ իհարկե ունենանք նրա շոշափելի եւ տեսանելի արդյունքները։ Մենք Սաուդյան Արաբիային ինչ ենք ասում, որտեղ Սաուդյան Արաբիան հայ ժողովրդի հանդեպ անտարբեր չի եղել։ 2020 թվականի պատերազմից հետո նա խստորեն դատապարտել է Արցախի երթիկ զտման փաստը։ Բացի դա գրեց Genocide of Armenia վերտարությամբ հոդված, որտեղ արաբները իրենց մոտ կա մեկ այլ տիպի քրոնիկ ատելություն դեպի թուրքերը եւ արաբական լիգայի երկրներ իդեմս Սաուդյան Արաբիայի թուրքերին չեն սիրում եւ քանի որ թուրքերը ավելի շատ փորձում են ամեն ինչ իրենցով անել, որտեղ նրանք ունեն պանթուրքիզմի եւ պանիսլամիզմի գաղափարը, իսկ սաուդիտները դա թույլ տալ չեն կարող։ Չմոռանանք, որ Սաուդյան Արաբիան նաեւ երկու սուրբ կենտրոն քաղաքների Մեքքայի եւ Մեդինայի եւ իսլամական աշխարհի սիրտ է, հայրենիքն է, որտեղ Մուհամմեդ մարգարեն տեղ է ծնվել։ Եվ չմոռանանք նաեւ Մուհամմեդ մարգարեի նամակը հայերին գրված, որը պահվում է Երուսաղեմի մեր պատիարքարանում, թե ինչպիսի հարգանք, ինչպիսի դրվատանք է ցուցաբերել Մուհամմեդ մարգարեն հայերի նկատմամբ։ Ոմանք ասում են ճիշտ է, ոմանք ասում են սուտ է, իսկ պատմաբանները պնդում են, որ դա ճիշտ է, որովհետև Մուհամմեդը այնպիսի հովանավորչական մոտեցում է ցուցաբերել հայերին, որ պետք է այդպիսի ժողովուրդ, ինչպիսին հայերն, այս պետք է տալ ազատություն, պետք է տալ հնարավորություն աշխատելու եւ իրենց ունակությունները աշխարհին ցույց դնելու։ Այսօր նաեւ Սաուդյան Արաբիայից բացի մեր արաբական լիգայի երկրներում, արաբական Միացյալ Էմիրություններ, Քուվեյթ, Բախրեյն, Օման, մեր հայրենակիցները իրենց գործունեությունը
գործունեությունը իրենց հայկան հետքն են թողել։ Էլ չեմ խոսում Եգիպտոսի առաջի վարչապետ Պողոս Նուբար Փաշայի մասին, որ ազգությամբ նույնպես հայ է եղել։ Իժվայավմա սաուդիտներին ես այս ծրագիրը ունեմ 4 ոլորտ, դա տնտեսությունն է, ագրոբիզնես, էթնոտուրիզմ, էկոտուրիզմ եւ իհարկե ներդրումային բարեգործական ծրագրեր իրականացում, որը որ նրանք մի շարք երկրներում իրականացնում են։ Ֆոնդի նախագահը Սաուդարաբական զարգացման ֆոնդի նախագահ Յասիր Ալ-Ռումայանն է, որը որ նույնպես հայերի հանդեպ մեծագույն հարգանք ունի, իսկ թագաժառանգներից մեկը Ալ-Վալիդ բին Թալալ Ալ-Սաուդը ազգությամբ ըստ նաև աղբյուրների ամենահարուստ թագաժառանգներից մեկը հայ է։ Իր մայրիկը եղել է հայ, այս տաղավարներից մեկում ասել է դրա մասին, որ այդպիսի կապեր չօգտագործել երկրի տնտեսական, շինարարական, ինչու՞ ոչ նաև ճարտարապետական այդ ներուժը մեր հայ ժողովրդի ինչ ամենահայտնի, ամենակարկառուն դեմքեր ովքեր են, մեր ճարտարապետները։ Մենք ունեցել ենք Մարկ Գրիգորյան, Արտուր Թարխանյան, Ջիմ Թորոսյան եւ այլ շատ հանճարեղ մարդիկ, որոնք որ ճարտարապետաշինարարական այնպիսի կոթողներ են կառուցել, տվել աշխարհին։ Ես չխոսեմ էլ նաև կուկուրուզնիկի մասին, որ քանդեցին նաև։ Դժբախտաբար, այդ շինությունը աշխարհում բացառիկ էր եւ ինչպես շատ շինություն էր, որ հիմա մենք ունենք։ Այսինքն հիմա մեր ճարտարապետությունը զարգանում է, թռիչքաձև է զարգանում։ Ես նաև պետք է իմ խորին շնորհակալությունը հայտնեմ շինարար ծնունդով Շիրակի դաշտավայրից Մեղրաշեն համայնքից Գևորգ Ղազարյանին, ով որ լինելով շինարար ապրելով Ռուսաստանի Դաշնությունում, առաջարկեց իր հնարավորության սամի օժանդակությունը ու օգնությունը։ Գևորգ Ղազարյանը այդ Արցախյան պատերազմների ընթացքում իր օժանդակությունը ցուցաբերել զինվորներին, բանակին։ Այդ մարդը առաջիններից մեկն էր, ով արձագանքեց, ասաց Հայկաշ ջան, մենք պատրաստ ենք այս ծրագրերը իրականացնենք, այսինքն մեր նպատակը հիմա մեկն է Սաուդյան Արաբիա, եւ ես նաեւ ունեմ գիրք գրած, որը նաեւ հիմա թարգմանվել է մի մաս արաբերեն, կոչվում է Սաուդյան Արաբիա, արևելքի տիեզերական ադամանդը, թագավորության ծաղկումը, դա թագաժառանգի ռեֆորմն է, որտեղ այդ երկիրը փակ, ավտորիտար խիստ շարիաթի օրենքների հետևող երկիր էր, հիմի բացվել է շատ նորամուծություններ, համաշխարհային այնպիսի միջոցառումներ այնտեղ լինում, մեգա աստղեր են այնտեղ գնում, որ ուղղակիորեն երկիրը հասել է իր պիկին եւ նանոտեխնոլոգիապես առաջինն է ամբողջ տարածաշրջանում։ Մենք չօգտագործենք այդ ռեսուրսը ի բարություն եւ իշա Հայաստանի, դա կոպտագույն սխալ է։ Ես հիմա ասում եմ Գևորգ Ղազանի նման մեր հայրենակիցներ թող դիմեն, թող իրենց օժանդակության ձեռքը մեկնեն, մենք ունենք դրա կարիքը, որտեղ մենք հարուստ չենք, մենք օլիգարխ չենք, դա աստված որ այս գործունեությունը լինի, այստեղ ես եթերից եմ նաև խոստանում, ես ասել եմ պարոն Ղուշյանին նույնպես մենք մեր օժանդակությունը, ես հրապարակային եմ ասում, որտեղ իմ խոսքի տեր մարդ եմ եւ օգտվելով առիթից նաև մենք մոտ օրերս շուտով նաև գիրքն է հատուկ շնորհակալություն Ռուբիկ Հարությունյանին Մուսալեր հրատարակչական տնօրենին, որը մեր գնդապետ Գրիշա Սարգսյանի խնդրանքով եւ բանով համաձայնվեց անվճար տպագրել գրքերը, այդ մենք ուզում ենք այդ գրքերը նաև առաջի Անդրանիկ շնորհանդեսը իրականացնել Էյր-Ռիադում, մայրաքաղաքում, այնուհետև նաև Ջիդայում, մեծությամբ երկրորդ քաղաքն է, Կարմիր ծովի ավազանի կողքին գտնվող, եւ մենք այդ ամեն ինչ իրականացնելու ենք։ Ես Գևորգ ջան, քեզանից շատ շնորհակալ եմ, քո գործունեությունը, քո հայրենանվեր բանը մեր հայրենակիցները տեսել են, հատուկ են շնորհակալություն մեր Գևորգ Ղազարյանին։ Հայկաս, գիտես, հրաշալի է, որ նման կառույց կա եւ ապագան շատ էսպես պայծառ է։ Ես չեմ էլ կասկածում, որ դրանից կարող է Հայաստանը շահել, մեր ժողովուրդը։ Ֆանտաստիկ ձևով։ Հիմա տեսեք, բայց այս ամենի կողքին վերադառնանք մեր ներկա իրողությանը։ Նիկոլ Փաշինյանի այդ կայտարակ խաղաղության համաձայնագիրը։ Ուրեմն հավատում եք դրան։ Իհարկե ոչ։ Ուրեմն չի կարող լինել խաղաղության համաձայնագիր, երբ թշնամին վարկյան, ժամ, րոպե առաջ հայտարարում է, որ չակերտյալ, հնարածին, ինքնանպատակ ինչ-որ անվանում տված Էրիվան ասվածը ուզում է վերցնել իր ձեռքը բռի մեջ։ Չի կարող լինել խաղաղություն, երբ որ Հայաստանի Հանրապետության քարտեզը կեղծ հնարածի մտածածին ադրբեջանական տեղանուններով այդ վիժվածք Բաշի Բոզուկ Ալիևը շանորդին ներկայացնում են որպես Ադրբեջանի արևմտյան Ադրբեջանի տարածքներ։ Խաղաղությունը պետք է կնքել միայն ու միայն թշնամու դիալերների վրա, այն էլ իրանց արյան գնով եւ վախի սարսափի մտնոլորտի մեջ Հանիբալ Բարկան էր ասում սրա մասին, Կարթագենացի նշանավոր զորավար։ Խաղաղությունը նաեւ կներեք, այդ Նիկոլ Փաշինյանը բանն էր,
Վիլյամ Վոլեսներ, թե այդ ով է Նիկոլ Փաշինյանը, այդ ինչ զորավար էր, չգիտեմ ինչ որ մեծ Չինգիզ Խանն էր, որ իր կարծիքը պետքա լուրջ ընդունել։ Նիկոլ Փաշինյանը ընդհանրապես ինքը առավոտյան մի բան է ասում, ցերեկը մեկ այլ բան է ասում, երեկոյան մեկ ուրիշ բան է խոսում։ Ասուլիսը լսեցիք են օրը։ Ես մաս ներվերը շիմիարդերը չերեկել։ Նիկոլ Փաշինյանը խոսում է ամբողջությամբ պարտվողի, ընկեցիկի, մեղքի, թուլամորթի հոգեբանությունից։ Նիկոլ Փաշինյանի մեջ կա մեկ նպատակ, ինչպես կարողանալ Ադրբեջանի Մելի Մեջլիսի այդ շանորդիների, այդ падգամավոր կոչեցյալների եւ Ալիևյան կլանի աչքին հաճոյանալ։ Հետո որ ասում ես, ասում ես վիրավորում է, ինձ հայում են բոլորը, ինձ վիրավորում։ Նիկոլ Փաշինյան, ես քեզ հիմա չեմ հայում, հարց եմ տալիս։ Հիմա հարց եմ տալիս։ Ում հետ ես ուզում խաղաղություն։ Ովքեր երազում են քեզ գլուխդ կտրել, ում հետ ես ուզում խաղաղություն, ովքեր 2022, 23, 24 թվականին նաև մեր դիրքերի միջև օրս էլ դու Արցախյան հայտնի դեպքեր, երբ որ Փելոսին եկավ Հայաստան, դրանից հետո էլ հայաթափեցին Արցախը սեպտեմբերի 10-ից մինչև 22-ին կա ժամանակահատվածում 1000 ըստ որոշակի տվյալների 1060-ից ավել մարդ անհայտ կորած, ըստ որոշակի աղբյուրների, խոշտանգվել, մորթվել, սպանվել են։ Թե այն արցախցիների, որ պատմեն, թե ինչպես են երեխաների գլուխը կտրել, ինչպես են հղի կնոջը սպանել, ինչպես որ արել են ժամանակին ենիչերները։ Թուրք յաթաղանի տակ ընկած մեր հայրենակիցները ցեղասպանության բանով։ Ցեղասպանության մասով է խոսում, ասում պետք է իմանանք ինչ ա եղել, ինչ իմանաս։ Նմանատիպ արդյունքություն հետո ինքը սիրում ասեց խոսքը պատտեցնես, պես այդ իմաստով չի ասում։ Իմաստը ո՞րն է։ Դու խոսում ես, ասում ես մի բան, որը որ թուրքերի եւ ադրբեջանցիների սրտով է։ Ադրբեջանը ասում է, ես քեզ պետք է ոչնչացնեմ։ Եղբայր, ինչ խաղաղությունից ես դու խոսում։ Ինչ բարեկամությունից եք դուք խոսում։ Նրանք ովքեր ապրել են վայետ ապրելուն, Սումգայիթում, Բաքվում, Մարաղայի ջարդեր, ովքեր նաև 20-23 թվականի Շուշի ջարդերն են տեսել, մեր ապապերը, մեր արցախցի հայրենակիցների։ Ինչ խաղաղությունից ես դու խոսում, երբ որ տան վրա խաչեր էին անում, որ մտնեն հայրին չիստ կանեին։ Հələ չմոռանանք ռուսական KGB-ի գործոնը Պոլոնիչկոյի եւ Սաֆրոնովի։ Երբ որ իրականացրեցին Կալցո օպերացիան ոսկեպարում։ Այսօր եկի ասում խաղաղության դարաշրջանը այդ ոսկեպա ինչի համար գազ չկար Հայաստանում։ Երբ որ տրակացրեցին գազի գիծը, հիմա չեն տրակացնելու այդ գազի երկաթ գիծը, հա կտրակացնելու են գազատարաբանը գիծը։ Չեմ ոչնչացնել, եկե ոչնչացնել, կինացուն պատ են կառուցել։ Այդ կինացի պատը քանի կոպեկ արժի։ Երբ որ քո երկրի անառիկությունը դու տվեցիր Ադրբեջանին ոսկեսկուտեղի վրա։ Երբ որ դու վաճառեցիր քո բարոյական արժեքները, երբ որ դուք ինձ ցույց տվեք մի հատ ադրբեջանցի մեկն ու մեկին, որը կանի կասի Արցախը դա հայկական տարածք է։ Գիտեք ինչ կանեն Ադրբեջանում, կմորթեն, կգլխատեն հենց մեջլիսում։ Քանի падգամավոր հայտարարեց, քանի ԿՊԱ-ական, քանի այս կամ այն քաղաքացիներ նաև հրապարակավ հայտարարեցին, որ թողեր իրենցներ։ Թուրքերիններ, այդպիսի ցրիկա, ցինիկ, դավաճանական հայտարարություններ արեցին։ Ուր են այդ մարդիկ ֆրֆռում են ազատ։ ԱԱՑ-ն դրանցով պետք է զբաղվի։ Ես նաև լուսահոգի Լևոն Հայրապետյանի իրավապ բանն եմ եղել, թե մարդիկ չնիշում կան դեռ վիդեոները նայեն, տեսանյութերը։ Լևոնը ասում էր, դուք եթե Աստված ոչ անի, խապտվեք ադրբեջանցիների կամ թուրքերի այդ գեղեցիկ ոսկեզոծ մարգարիտե խոսքերին, դրանց տակ թաքնված մեծ ռումբ, որը պայթելու է ձեր գլխին, Պանդորայի արկղը բացվելու է մեր գլխին, եւ այս տրոյական ձին, որ մցրել են, որ պետք է իջնեն մեզ մոտ, սա մեծագույն վտանգ է իրենից ներկայացնում։ Գոլդա Մեյերը սխալ է, որ ասում է թշնամի չի կարելի խաղաղության մասին խոսել նրա հետ, ով եկել է քեզ սպանելու, Իսրայելի 4-րդ վարչապետը։ Հիմար են այսինքն մարդիկ, Մարգարիտ Թետչերը հիմար է ըստ իրենց տրամաբանությանը, բառացի չեն ասում, բայց դրանն է գալիս, դուք ուզում եք, որ մենք չտանք խաղաղություն, սա խաղաղություն չի, սա կապիտուլյացիոն վերջնական ակտ է։ Խաղաղություն չի, խաղաղություն տնկում են բացառապես թշնամուն տապալելով իր դիակների եւ իր սեփական հողի մեջ։ Չի կա ուրիշ խաղաղության տեսակ։ Հասկացա ձեր տեսակետը եւ եթե դրան ավելացնենք նաեւ այսօր Բաքվում շարունակվող այդ դատը մեր գերիների, ռազմագերիների, պարզապես չգիտեմ, հայտարարությունը, ում են կապված ռազմագերիների մեր ընդհանուր առմամբ եւ այնտեղի քաղաքական էլիտայի այս կամ այն եւ նաեւ մեր հայ տղաների, որ այնտեղ իշխան զինվորներ կան, որ եւ նաեւ իմ ընկեր Գևորգ Սուջյանի, որ հիմա գտնվում է բանտում, այդ տղան հումանիտար օգնություն ուներ, տեսեք։ Ես միշտ ասել եմ, մարդիկ կան ասում են մեկը վատն են, Արայիկ Հարությունյանը, Էսայենա, Ռուբեն Վարդանյանը, տեսեք ժողովուրդ։
կա ներքին էթիկետ, կա dress code, դա հետևյալն է։ Նրանք կրում են վատն են, լավն են, կրում են յան ազգանունը։ Յան Չեն բան չեն, նրանք բերեք Հայաստանի Հանրապետություն, եթե կան ձեր կան չէ տարբեր մամուլի տարբեր աղբյուր ասում են էս են արեն, օքեյ, ես էլ եմ շատ հարցերում համաձայն, որ կեղեքել են, որ բանակը թալանվել է, որ 30 տարի ունես զրկվել է ամեն ինչ, դրա լավ ապացույցն է Գագիկ Խաչատրյանի 39 միլիոն դոլար, 65 միլիոն դոլարը, բայց 39 միլիոն դոլարով ծախեցին։ Բան է, այդ շեյխերից խոսեք շեյխ էին, բանը դե պապենական տենց սա հարուստ են, էլի գիտեք, բերեք Հայաստան Բերեք ստեղի օրենքներով դատեք, ինձ համար ամոթալի է, պարսավելի է, որ ադրբեջանցի քոչվոր բաշիբոզուկ ցեղը այնտեղ դատում են լավ կամ վատ մեր հայրենակիցն են։ Ես հիմա խոսում եմ չեզոք, որտեղ էլ եմ ասում, որպես իրավաբան չեմ կարող անպագորգոր հայտարարություն, կամ ամեն ինչին ես ինչքան ժամանակ եմ ասել, որ Արցախի էլիտա, նույն Ռոբերտ Քոչարյանը, նույն Սերժ Սարգսյանը, նույն Լևոն Տեր-Պետրոսյանը, հիմա էլ նաև Նիկոլ Փաշինյանը, սրանք մետամորֆոզ վերափոխված մեկը մեկին լրացնող տեսակն է։ Այսինքն Ռոբերտ Քոչյանը խոսում է, ասում է, «Երնեք չոր ասում է, քան միլիարդ դոլար չկա»։ Բայց փաստացին, ըստ հայտարարագրի, օֆիցիալ տվյալներին, դե մի քանի 100 միլիոն դոլար փող ունի, ընդհանուր։ Ասում է, դա աշխատել ենք, ստեղծել ենք։ Ում հարցրեցի, բոլորը տքնաջան աշխատողներ են եղել, բոլորը եղել են դոլարը, իրենց ունեցել են, այս էլ են ասում, մենք սովետի ժամանակ գիտեք ինչեր էինք անում, սուտ, մեկը չի ասում ինչեր եք արել, կոոպերատիվները, որ այդ էժան կոպեկներով առել եք, դել են ճիշտ ասում, թե ինչքան, այո, պետությունը հարստարել եք, էժանով առել եք, թանգով հիմա էլ ծախում եք, կամ ծախել եք, այդ էլ եք ճիշտ ասում, ազգային անվտանգության ծառայությունը չգիտի այդ ներբծությունը, իհարկե գիտի, հավ չի Կամ նույն նյուս մարդիկ կանում են, հայտարարում են, ասում են, եկեք ընտրեք Նիկոլից ազատվելու համար Բաքրատ Գալստանյան կոչվող երևույթ, ասում են, հիմա էլ հավաքվել են, ասում են, երիտասարդական շարժում եք։ Լսեք, հերիք չես ազգի խելագարի տեղ դնած, տանեք էս կողմ, բերեք էս կողմ, տանեք էս կողմ, բերեք էս։ 4-ն էլ Լևոնից մինչև Նիկոլ։ Մեկը մյուսի կեղտոտ, եղկելի, զազելի արտացոլանքն են։ Լավ կամ վատ մեկը մյուսին լրացնելով, հա, պասեր տալով այսպես ասած։ Եվ Լևոն Տեր-Պետրոսյանը, որ կանում ասում է, մենք ասում ենք Ռոբերտ Քոչարյան, Լևոն Տեր-Պետրոսյան, քո հոգեզավակներն են էս իրեքը։ Կարող է բանը Հռոմի պապն է մեղավոր։ Դուք եք բերել, դուք մեկը մեկին բերելով բերեց Քոչարյանը բերեց Սերժ Սարգսյանին, արդեն որպես իրավահաջորդ, դե Սերժ Սարգսյանից ես մեղ չունեմ, ժողովուրդը կանել էր ոտքի, բայց ինչի՞ էր կանել ժողովուրդը ոտքի, որտեղ այստեղն էր հասել մարդկանց։ Հերթական անգամ խապտվեց այս խեղճ ժողովուրդը, տեսավ Դավուդ առնություն, տեսավ ատելություն, ավելի հարկային տերոր, հա, ինչ հարկեր են բարձրացրել հարկային քաղաքականությունը, տարածաչափերի ավելացում, բանկերի տոկոսադրույքների ավելացում, այսինքն ընդհանրապես ես բոլորիդ կոչ եմ անում, սիրելի հայրենակիցներ, բոլոր են մարդիկ, ովքեր պաթետիկ տեքստերով գալիս են, այս կանենք, այն կանենք, մի հավատացեք այդ մարդկանց։ Լավ մարդ ընդհանրեն ասում է, ժողովուրդ ջան, փորձելու եմ ամեն ինչ անել հանուն ձեզ։ Չի ասում է, այս կանեմ, այն կանեմ, ինքը ասում է կաշխատեմ։ Ձեր հետ միասին պետք է աշխատենք, որտեղ Լի Կուան Յուն, լավ օրինակ Սինգապուրի վարչապետը, օպիումի հայրենիքն էր Սինգապուրը, ստեղծեց Սինգապուրյան հրաշքը, Դուբայը 2-3 հատ աշտարակ էր, դարձավ Դուբայի Մոհամեդ բին Ռաշիդ Ալ Մակթումը, Դուբայի էմիրը, ստեղծեց Դուբայի հրաշքը կամ Աբու Դաբին կամ եւ այլ։ Այսինքն կոռուպցիան պետք է արմատախիլ արվի։ Սաուդյան Արաբիայի ներողություն թագաժառանգը պետական գանձարան է վերադարձել կոռուպցիայի արդյունքում կուտակված այդ այնտեղի նաև շեյխերը, ինչքան որ զարմանել է, բայց փաստը, այնտեղ էլ եղել կոռուպցիա։ 800 միլիարդ դոլար։ Այդքան փող վերադարձել է պետական բյուջե։ Ու երկիրը սոր ծաղկում է։ Կոռուպցիա չեղավ, պետությունը սկսում է զարգանալ։ Հակազ, ես իհարկե հասկանում եմ քո վրդովմունքը, բայց ուզում եմ մի պահ մենք այսպես ընդհատենք մեր զրույցը գովազդային հոլովակով, որից հետո շարունակենք։ Խնդրեմ գովազդը։ Բարեկամներ, շարունակում ենք ծրագիրը, այո, մենք իդեմս լև գրուպի ունենք լավ բարեկամ և կարծում եմ առաջիկայում համագործակցությունը կշարունակվի, դուք շուտով կդիտեք նաև
օրինապաշտ քաղաքացի հաղորդաշարը, որը մեզ կներկայացնի Լև գրուպը։ Եվ վերադառնալով կրկին մեր տաղավար, դիմում եմ իմ հյուրին Հայկազ Մակարյանին, ով ինչպես ասացի, իրավաբան է, գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ։ Հայկազ, խոսենք Թրամփ-Պուտին Եվրոմիություն փոխհարաբերությունների մասին։ Առաջիկայում մենք ինչ սպասելիքներ ունենք այս ամենից։ Տեսեք, ես հենց 3 ամիս առաջ ասացի, որ Թրամփը ընտրվելու է նախագահ եւ ասացի իմ կարծիքով, իմ կանխատեսումները, ոչ թե այդ պրո-եվրոպա մեծ որոշակի ուժեր կային, որ երթվում էին, որ Թրամփը չի ընտրվի, արեք գրազ գանք, նույնիսկ այդ մեմային սակը գցել էին համացանցով այդ մի քանի այսպես կոչված ադիոզ դեմքեր։ Ում են տեսեք, ասի Թրամփը դա ամբիցիոզ մարդ է, նա ավելի շատ տնտեսագետ, կոմերսանտ, նյութական բարձր ցանկություններ ունեցող անհատականություն է։ Նմանատիպ նախագահան, նմանատիպ խառնվածքի տեր մարդը չի կարող միանշանակ անել այն ամենը, ինչը որ պետք է լինի շատ-շատ այս կամ այն երկրի ղեկավարների սրտերով։ Դոնալդ Թրամփը այսօր օրը ցերեկով մարդը կանում է, ասում է պետք է Գրենլանդիան վերցնենք, պետք է Պանամայի ջրանցքը վերցնենք։ Տեսնում եք, գիտեք ինչն է, աշխարհը փոխվել է, աշխարհը գնում է դեպի անարխիկ իրավունք, որովհետև այսօր դուք լսում եք հրապարակային մի շարք կոչեր ընդդեմ Թրամփի, կարող է Եվրամիության մի քանի երկրներ խոսեն, բայց խորը հաշվով մենք կգալի Նժդեի խոսքերին, ուժն է ծնում իրավունք։ Գարեգին Նժդեն էր ասում։ Այսինքն, որ ինքը թաթը տալիս է սեղանի, ոչ ոք չի ասում, օ, ժողովրդական բաստիոն համարվող Ամերիկայի Միացյալ Նահանգները, այսպիսի բաներ են խոսում, ոնց թե կմտնենք կգրավենք, ոնց թե պետք է տակ։ Էտը նաշ, այսինքն իրենք ասում են պետք է տակ։ Հիմա կապված Ուկրաինայի հետ այդ պայմանագիր այնտեղ բացառիկ այդ հանքանյութերի մետաղների հետ կապված, ուզում են թան գործարքի։ Ֆինանսական գործարք է գնում դա։ Շատ պարզ հոգտրամաբանություն կա եւ ճիշտ է, Պուտինը միևնույն է վիժեցնելու է, որտեղ Վլադիմիր Պուտինից լավ բան սպասել հնարավոր չի։ Այդ մարդը սովետական NKVD-ի, KGB-ի հոգեբանության անհատականություն, KGB-ի ձեռագիրը մնում է նույնը։ Այսինքն Սովետ միության Բրեժնևի, Անդրոպովի, Չերնենկոյի կամ չգիտեմ Գորբաչովի իզև էին մտածում։ Կարող է այն, չգիտեմ, Նիքսոնի, Ռիչարդ Նիքսոնը հանդիպեց Բրեժնևը, այդ օրը բաներ ասում, հաջորդ օրը արդեն լրիվ էթում են ասում են ամերիկան վատնա, գրոգուսև ցավ, այսինքն նոշկի բուշը, բուժի տոտիկներ այդ բդերը, որ հավի բդիկները, որ բերեցին Ռուսաստանին, ասում այդ օրը ուտում են Ամերիկայից, հաջորդ օրը ասում են Միացյալ Նահանգները, օ, դուք կհիշեք սովետական տարիներին, եթե անկարծ միացնում են, ասում են Զագնիվայուշե Ամերիկա, փտած Ամերիկան, բայց սովետը բլում էր։ Այսինքն այդ հոգեբանությունը դա սովետական KGB-ի ձեռագիրն է, իրանք չեն կարող, այդ իրանց արյան մեջ է։ Իրանք դա չեն կարող փոխել։ Պուտինի այդ բան պայմանավորը նշանակում է տակ-տակ։ Պուտինի այդ պայմանավորած Սիրիան, կորցրին Սիրիան, այսինքն հիշում եք ելույթները Պուտինը ասում էր, գիտեք ինչ կա, մենք չենք թույլ տա, որ սիրիական ընդդիմությունը հասնի Բաշար al-Ասադի զորքերին եւ տապալի Ասադի ռեժիմը։ Տապալեցին։ Տարտուսի բանն էլ այդ ավազանն էլ վերցեցին անց հսկողության տակ։ Եվ նույնը Եվրամիությունը հիմա թվում է կոլապս։ Չեխա գնում Եվրամիություն Միացյալ Նահանգներ, այսինքն Եմեն որոշել է Ամերիկայից իր անկախանալու սեփական ուղին, ճանապարհը սկսի եւ դա անում է շատ արագ տեմպերով, որովհետեւ հիմա դոմինանտությունը այնտեղ Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի ձեռքում է։ Ֆրանսիան որպես միջուկային եւ Անգլիան որպես միջուկային գերտերություն, այդ է, ուրիշ այնտեղ գերտերություն, ունգետ Եվրոպայում չկա իրենք են։ Ասում են, գիտեք, ինչ կտեք մենք ունենանք մեր խաղի կանոնները, ստեղծենք էներգետիկ անկախություն ԱՄՆ-ից, ստեղծենք ռազմական անկախություն ԱՄՆ-ից։ Իսկ Միացյալ Նահանգները գիտենք, որ այսքան տարի նույն ՆԱՏՕ հյուսատլանտյան դաշինքի այդ կառույցը որպես այդպեսի Միացյալ Նահանգները այրուցի բաժին էր, չէ՞։ Ֆինանսական հոսքերի ներդրումների արույցի բաժինը դա պատկանում էր Պենտագոնին, այսինքն Միացյալ Նահանգներին։ Հիմա Թրամփը փակեց Ազատություն ռադիոկայանը 75 տարի բանից հետո, իր հիմնադրման օրվանից հետո, փակեց նաև USAID-ը, ասելով, որ այնտեղ կոռուպցիա կա, որ Թրամփը ասում է կոռուպցիա կա, հիմնավորում է, որ մկտերի, չգիտեմ, ինչ-որ փորձարկումների վրա 8 միլիոն, այնպիսի փողեր են դուրս գրել, որ դա ճիշտ է ասում։ Ես Թրամփին նայում եմ երկու ձևով։ Մի ձևը որպես իր երկրի շահերի մասին մտածող գործիչ, մյուս ձևը որպես ամբիցիոզ եւ շատ կտրուկ ու վտանգավոր քաղաքական գործունեություն ծավալող գործիչ։ Թե մենք դրանից ինչ կշահենք, կախված է մեր քաղաքական երկխոսությունից, կախված է մեր քաղաքական կամքից, բայց ով քաղաքական կամ ցուցաբերի Նիկոլ Փաշինյանը։ Դուք պատկերացնում եք, ասենք, չգիտեմ, նույնիսկ Ջի Վենսը, որ ընդունեցին իրան,
հասարակ ընդունելություն եւ էլ եմ ասում կա պրոտոկոլ, կա ձևաչափ, ինչպես որ եղավ օրինակ Նեթանյահուի պարագայում։ Կներեք, բայց ես եթե անգամ ինձ այդպես որպես երկրի ղեկավար ինձ այդպես ընդունեն, ես խիստ կվիրավորվեի։ Ես անձամբ եմ ասում խիստ կվիրավորվի, որովհետեւ ինչան դու պետքա քու կամքը, քու քաղաքական որոշման այդ ուղիներն ու հմտությունները ի ցույց դնել հենց այդ պահին։ Բայց դու չես կարողանում հենց այդ պահին խոսես։ Նույնը հիմա նաև Թրամփը խոսում էր, չէ, ասում էր պետք է 120,000 արցախցիների վերադարձի մասին խոսենք։ Ինչի՞ չեք բարձրաձայնում այդ հարցը Թրամփի հետ։ Ինչ չեք բարձրաձայնում, հավուր պատշաճի կրկնում եմ, ասել է քիչ է, կտրուկ քայլերի է գնալ պետք։ Եվ այսօր Եվրամիությունը արդեն իսկ հիմա պարակտ բան են վերջի փուլերն են հասել Ամերիկայից, որտեղ 25%-անոց հարկային այդ քաղաքականությունը, որ Ամերիկան կիրառում է Չինաստանի եւ նաեւ իր հարևան Կանադայի վրա։ Եվ արդեն այնտեղ ձվի դեֆիցիտ կա, ասում ձվային կոլապսի են ենթարկվել Միացյալ Նահանգները, որտեղ հավքիթ խնդրեցին Եվրոպայից Եվրամիությունը մերժեց, ասած գնա դուք ու հարցը լուծի, մարդիկ չունեն հիմա ուտելուձու, այսինքն ամեն մեկը եւ սա ով է երրորդ կողմն է օգտվում, ով է երրորդ կողմը Պուտինյան ռեժիմն է օգտվում։ Այսինքն իրար ուտում են, Պուտինը ուրախանում է այդ ամեն ինչի հետ ուրախանամ, հա, կարողացավ եւ կարողացան նաեւ այնպիսի ուժեր բերել կենտրոնացնել այդ ամեն ինչին, որ եւ Թրամփի կողքին կային մարդիկ, որ նաեւ պրոռուսական գիծն էին առաջ տանում։ Միգուցե ասում են Թրամփը պրոռուս, ես չեմ կասում, որ Թրամփը զուտ փողը շահի իր անձնական եւ պետական նաեւ շահն առաջ տնում, ես կարծում եմ իր երկրի ասով դա նորմալ, բայց դա մեզ ինչով է օգուտ տալու, ոչ մի բանով։ Մենք պետք է մեր շահերից խոսանք։ Մենք պետք է Դոնալդ Թրամփին մեսիջ ուղարկենք, ասենք պարոն նախագահ, սա է մեր իրականությունը։ Ադրբեջանը ուզում է նաեւ Հայաստանը նվաճի եւ դա անում է անթակույց։ Դա ցույց է դնում անթակույց կերպով։ Նա հայտարարում է, որ ադրբեջանական զորքը մտնելու է Սյունիքը գրավի, Չակերտցիալ ինչ որ տխրարչակ Զանգեզուրի միջանցքից է խոսում, որը որպես այդպեսին դե ուղղակի ֆակտո եւ դե յուրե մեր կործանման տապանակարն է լինելու, թե Աստված ոչ արի, Աստված մի արածցե։ Սյունիքը կտրեցին, մեր ողնաշարը կոտրվում է, մեր հարավային դարպասն է Սյունիքը։ Մենք մոռանում ենք կապը բանի հետ, Պարսկաստանի հետ։ Այդպես ասելով չի, Լազի Կավկա բանն էլ Նինոց Մինդա Լարսը Լազի Կավկաստանող ճանապարհը տարին 12 ամիս փակ է։ Մենք ուրիշ էլ ճանապարհ չունենք, ասենք հիմնական մեր այռուցի բաժին ճանապարհները, դե Վրաստանից ընդ արդեն փոթի են կետում, բայց մենք օթային ճանապարհն էլ ապրանք բերել է թանկ է։ Թուրքիայի հետ սահման բացելը նշանակում է Հայաստանի տնտեսությունը կործանել։ Ես նորից եմ կրկնում, Աստված մի արածց հետ 300,000 ադրբեջանցիներ են, չէ՞ խոսում, որ գան վերաբնակեցվեն Հայաստանում, ինչ 300,000։ Բա մեր մի քանի միլիոնոց հայրենակիցները, որ Բաքվում ապրում էին, մենք էլ խոսանք, ինչի չենք խոսում, ինչի չենք դնում հիմնավոր պայմաններ, կամ հրաժարվել միջազգային հայցերից ընդդեմ Ադրբեջանի։ Սա խայտառակություն է։ Սա խայտառակություն է հրաժարվել միջազգային հայցերից։ Որովհետև եւ Եվրամիությունը եւ Միացյալ Նահանգները փաստացի ասում են, մեզ հասկացնում են, ինչ եք անում դուք։ Ախր չի կարա ամերիկացին հայից ավելի շատ հայ լինել։ Ֆրանսիացին հայից ավելի շատ հայ լինել։ Սա աբսուրդ է։ Երբ որ Մակրոնը խոսում է Արցախի մասին, ուստեղ վախում են Արցախ բառը ասել, Ալեն Սիմոնյանը դողոմաս վայ կներեք Ղարաբաղ։ Արցախ չէ։ Դուք պատկերացնում եք։ Ժողովուրդ ջան, դուք պատկերացնում եք մենք ուր ենք հասել։ Երբ որ վախենաս արտաբերել քո շուրթերից Արցախ անունը։ Սա նորմալ չի։ Եվ հիմա սա Ստոկհոլմյան սինդրոմ կա։ Դա այն սինդրոմն է, երբ որ զոհը ընտելանում է իր դահլիճին։ Հիմա մենք այդ Ստոկհոլմյան սինդրոմով ենք տարապում։ Հիմա շատ մարդիկ, ես ասում եմ ձեզ, պարոն Ղուշան, շատ մարդիկ այսօր ընտելանալու են մտքին, որ այգիտեք ինչ կա, որ թուրքերը կան հնարավոր է այդ առևտուր անենք։ Այդ Տիկին Հակոբյանն էլ էր ասում Լուսյան։ Խայտառակոս, թուրքերը հետ վատ են առևտուր անում, աստղաբանը։ Բայց Տիկին ջան, դուք հասկանում եք, դուք ինչ եք խոսում։ Այդ չարչիական հոգեբանությունը մեր տունը քանդեց։ Խի մենք առևտրական ենք եղել, մենակ։ Մենք եղել ենք կերտող, ստեղծողներ հետ էի խոսում։ Շինարար ազգ ենք եղել, մենք առևտրական ենք եղել։ Ինչա նշում Թուրքիա հետ առևտուրան ենք, տանք երկիրը տերը, ծախենք ամեն ինչ։ Իրեն գան ստե ապրեն հիմա Բաթումիում, Աջարիում ինչա կատարվում։ Թուրքերը վրացիներին քշում են այնտեղից։ Ասում ես մեր հողն է։ Եվ պան-թուրքիզմը եւ պան-իսլամիզմը թուրքական, թուրանական ծրագիրը, որ ասում են, այդպես բան չկա, ոչ չկա։ Էրդողանը քարտը ցույց տալի Ալթայով, բանով Ռուսաստանը այնքան տագետ է եղել, Ժիրինովսկին ողորմի, այդ մարդը շատ ամբիցիոզ ու տաքարյուն մարդ է, այնքան տագետ է եղել, որ զինել են ռուսները իրաց ձեռքով թուրքերին, միշտ խաբել են թուրքերը ռուսներին, միշտ թիկունքից հարվածել են, 30-ից ավել պատերազմ ու ճակատամարտ է եղել, միշտ թուրքերը ռուսներին խաբելով վերջում իրաց փողերը վերցրել են։ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը Լենինի ընկերն էր։
Եվ ով սարքեց Թուրքիայի տնտեսությունը, պրամիշլինեսը, սովետական միությունը։ Եվ նույնը կատարվում է հիմա։ Այո, դե գիտես, հայկական քանի որ ժամանակը շատ արագացնում է, ես մի հարց եմ ուզում անպայման քննարկենք։ Արխիվում մեզ սպասում է Գյումրիի եւ իհարկե 2026 թվականի համապետական ընտրությունները, այդ մասն ինչ կասեք։ Տեսեք, ես Գյումրի ընտրությունների 6 կուսակցություն 3 դաշինք 9 տեխնացու ոնց հասկացա։ Ես այնտեղ տեսնում եմ եթե խոսենք ատելության ռեգեներացիայի մասին, եթե խոսենք ԿՊ-ի այսպես կոչված չակերտյալ բանի երթի այդ ինչ են ասում, արշավի մասին, եթե խոսենք Վարդան Ղուկասյանը շատ ուժեր կա, այդ ուժերը իրենք մեկը մյուսին ատում են ամենամեծագույն այսպես ավյունով, ամենամեծագույն ներողություն, մեծագույն ամենան ճիշտ չէ, մեծագույն այսպես ոնց ասեմ, այդ ցինիզմը, այդ ամեն ինչը ակնհայտ երևում է այդ ընտրությունում։ Այսինքն, այստեղ խնդիրը գյումրեցու, ես գլոբալ եմ ասում անուններ չտամ, եւ Վարդան Ղուկասյանը ասում է ինձ սրբարտել են, ինձ մահապորց են կազմակերպել, խոսքը նախին քաղաքապետի մասին են, մենք ասում եք ինձ ձեն տվեք Մարտուն Գրիգորյանին, մյուս բանը, չէ, բայց խորը հաշվով, եթե իմ կարծիքն եք ուզում իմանալ, այդ մարդիկ այնքան ատելության ռեգեներացիան այնքան մեծ է, որ էլի Աստված ոչ ոք, բայց տեսեք Նիկոլ Փաշինյանի ջրաղացին էլի ջուր է լցվելու հիմա էլ է լցվում։ Այսինքն ինչ էր անում, Սարիկ չեմ էլ իմանում եմ։ Դե ես այդ ընտրություններին միտումնավոր կերպով չեմ ուզում հետաքրքրվել։ Այսինքն խորը հաշվով իրենք ոչ թե մտածում են այդ Գյումրին ինչ-որ բան բարեփոխելու, ամենից շատ սիրում են իրենց աթոռը, Պարուս Սևակի ասած։ Աթոռն են սիրում միայն։ Այդ աթոռի համար նույն Ռոբերտ Քոչարյանը մի որ որդուն է ակտիվացրել նաև խոսենք նաև բանի 26 թվականի ընտրությունների մասին որ հարց տվեցիք, ասեք Գյումրու ընտրությունների նախերգանքը դա այն մահախոսականն է լինելու բանի 26 թվականի, որով նաև պարարտ ու բարիդրացիական հողանախապատրաստվելու այս իշխանությունների վերարտադրման համար։ Հիշում եք Միքայել Աչապահյանը ինչ ասեց. Ախպեր մի դրեք, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, մի դրեք ձեր թեկտածությունը, թողեք նոր ուժեր գան։ Ռոբերտ Քոչարյանը չեմ կարա պետք է զբաղվեմ։ Այսինքն Միքայել Աչապահյանի ուղերձը մի քիչ առաջ բարոյական կողմն էր, ասպեր ախպեր մի գնացեք։ Չէ որ ժողովրդի մոտ կա նախկին ներկա այդ խայտարակ, չած ասել եմ նախկին ներկա տանդեմ գոյություն չունի։ Նիկոլ Փաշինյանի իշխանության ամենակարկառուն ադիոս դեմքերը նախկին հանրապետականից են։ Իդեմս նախարար Գևորգ Պապոյանի, որը որ հանրապետական կուսակցության ներկայացուցիչ չէ, ասպա փոխվել է, մտափոխվել է եկել, լավ արել, բայց լավ էլի, էսում եք դրեշի տեղ, այն մտափոխվել է, քաղաքապետան ովքեր են ղեկավարում, էլի կարկառուն հանրապետական գործիչներ, նախկին ներկա տանդեմը կործանելու է այս ժողովրդի այն վերջին հույզերն ու սպասումները, որոնք իրենք ունեն։ Իսկ քանի որ ժողովուրդը այսօր նույնպես բաժանիր ворտիր է, սպառակտված է, քանի որ ժողովուրդը այսօր բարոյալ լքված արդեն չգիտի ուր գնա, ինչ անի, բոլորից զզվելա, դուք չեք տեսնում այնքան ինչ ապաթիա էր տիրում ընտրություն են քաղաքապետի Երևանի։ 10% մարդը գնաց ընտրողների ընդհանուր թվից։ 10 խայտարակությունը, թքած ունենաց մարդն այստեղ էլ սա ասեն։ Բլուզ դրա այս հոգեբանական արտաքին քաղաքականության վտանգները, Ադրբեջանի հայտարարությունները, ներքին վտանգները, հարկային տերորը, ոստիկանական խոշտանգումներն ու բռնությունները, ծեծ ջարդ, էլ Հավոյանք, Facebook-յան YouTube պարոն Ղուշյան ինչ է դնում, Հավոյանք, այլասերված այլանդակ բառը, այսինքն քո երկիրը արդեն այնպիսի ճյուղերի է բաժանվել տարբեր ուղղություններով, որ սա նմանա գլաուկոմա, սարկոմա քաղցկեղի։ Այսինքն սրան բուժելը հիմա այնքան բարդ, այն 3-րդ ստար 4-րդը չի, 3-րդ ստադիոնն է։ Մենք պետք է կարողանանք այս սարկոման, այս ճյուղավորված մետաստազները բուժենք, ովսի չտանք այնպես, որ արդեն աննա լինի բուժումը, արդեն քիմիաթերապիան էլ աննա լինի։ Ես սա եմ ասում, եւ կոչս նաեւ մեր հայրենակիցներին, Ժողովուրդ ջան, գոտեպնդվեք, միաբանվեք, համախմբվեք, գնացեք ոչ թե անձի, այլ բարոյախրատական, բարոյոգեբանական գաղափարներ ունեցող մարդկանց հետևից, որոնք ունեն իդեա, գաղափար։ Գարեգին Նժդեհի, Անդրանիկ Օզանյանի կամ մեր հայրենակիցներից, դեռ տարին մեկ այդ մարդկանց անունը տան չտան, Քրքրքորյանի եւ Շարլանովի։ Ես գիտեք ինչն է իմ համար աբիդի, որ ինչ որ այնքան կեղծ պսևդո բարերարներ կան, որ չեն տալիս են անունները, բայց այս անձնունն է, մայիսին Շարլինն է, հունիսին Քրքորյանին է։
Տարին մեկ հիշեն այդ մարդկանց, այդքան փող տվեցին, այդքան բարեգործություն արեցին, ոչ ոք չի հիշում, որ իսկական բարերարը, իսկական բարեգործը, էտալոնը բարեգործության, դրանք մեր հայրենակիցներն են, Շառլն ու Քրքորյանը, բայց խնդրեմ, տարին մեկ հիշում են։ Խոսքս հեռուստաեթերի մասին է նաև, որ ցավոք սրտի մենք պետք է հիմա հասկանանք պատերազմից պակասը 5, ես էլ ասեմ ավարտենք, օրի է, ժամ-ժամի պետք է ցավոք սրտի իմ կանխատեսում, իմ պատկերացումներն է, սպասենք պատերազմի վտանգի եւ պատերազմի վարկենական սկսման, որտեվ Ալիևը ասում է. ես Արյան համը տեսել եմ, չեմ հագենա մինչեւ չհաղթեմ։ Իսկ ես Ալիևին ասում եմ, երկաթյա բռունցքը, այն որ դրել են, մենք հալեցնելու ենք քո զինվորների եւ քո գլխին։ Արցախը հայկական եղել է կա ու կլինի, որտեվ պատմական փաստ է, դա անժխտելի փաստ է, չես կարող այդ եկեղեցիները քանդեցին, բայց հետքը չես կարող ջնջել։ Եւ Արցախը վաղ թե ուշ Թաթուլի Կրպեյան, Մոնթեի Մերքոնյան, Լեոնիդի Ազգալձյան, Արայիկ Գալիմյանակ Խանդոյան եւ բոլոր մեր հերոսների այդ արյան եւ ոգու շունչը, ոգու կանչը դեռ մեզ կանչում է։ Եվ Արցախը մենք վերադարձնելու ենք փառք ու պատիվ մեր հայ զինվորին, փառք ու պատիվ մեր հայրենակիցներին եւ Փառք ու պատիվ ցեղասպանության մեր զոհերին, այսօր շուտով ապրիլի 24-ն է, բոլոր մեր ցեղասպանված, մեր հայրենակի սրբադասված արդեն մեր հայրենակիցներին եւ խոնարհում ես մեր այսօր կանգնած զինվորներին, որոնք սահմանը պահում են։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ձեզ, որ եկաք, սիրելի բարեկամներ, մենք իսկապես հրաշալի հյուր ունեինք գրող հրապարակախոս Հայկաս Մակարյանն էր մեր տաղավարում, ով ինչպես միշտ մեզ հետ անկեղծ էր եւ հույս ունեմ առաջիկայում առիթներ կլինեն նրան նորից հրավիրելու Փակ TV-ի տաղավար։ Այսօր այսքանը, ցտեսություն։